Բարի լույս սիրելի հետևորդներ, արդեն պատրաստվել եմ ու պետք է գնամ աշխատանքի։ Կոֆես խմել եմ արդեն, դուք էլ եթե կոֆե եք խմում այս պահին, անուշարեք, որ ջուրս կոֆես խմել եմ ու այսա հագնվեմ, որ գնամ տանից դուրս գամ։ Լիլիթն էլ արդեն պատրաստվում գնալ դպրոց։ Դե ինչ, ձեզ լավ աշխատանքային օր, առհասարակ լավ օր տանը, դրսում որտեղ է որ լինեք, լավ եղեք, գնամ գամ կհանդիպենք տանը։ Իրելի հետևորդներ, ես արդեն տանն եմ աշխատանքից վերադարձել եմ բեռով բարձով։ Ինչու եմ ասում բեռով բարձով, որովհետև գնումներ եմ կատարել, Եղեգնաձորից կարալյոկ եմ գնել չիր պատրաստելու համար, ասեմ, որ ընտիր կարալյոկներ են, մեկը մեկից լավ, մեկը մեկից ընտիր, մեծ, են որ հատ-հատ քո ուզածը վերցնում ես, պոչերը վրան եմ ընտրել, ինձ թվում է այս չափը նորմալ է չրի համար, չիր եմ պատրաստում, չգիտեմ քանի կիլոգրամ եմ առել, բայց էլի եմ առնելու, կարալյոկի չիրը շատ համով է, բոլորս էլ սիրում ենք, ուրեմն մենակ կարալյոկ չեմ առել, այստեղ արդեն կեսը մաքրել եմ, կարմիր բիբար եմ առել, ընտիր կարմիր բիբար, այս անգամ մի քիչ թանկացել էր, 200 դրամով եմ առել ու էլի վատ չի, Եղեգնաձորում մատչելի են գները, ես բազմիցս ասել եմ, սա դեմ մի կողմ, թող մնա այստեղ, մի պահ այսպես մոտիկից ցույց եմ տալիս, որ տեսնեք ինչ լավ կարալյոկներ են, պոչերը վրան մաքրել եմ, կեղևները հեռացրել եմ, ահա, սենց ես մեկը կիսատ է, իսա կմաքրեմ, չիր պատրաստելուն էլ 3 ձև կա, 3 ձևով կարող ենք պատրաստել չիր, բայց ես մեկ ձևն եմ հիմա անում, որ ասեմ բոլոր ձևերով էլ արել եմ, ընտիր է եղել, այստեղ էլի ես ինչ եմ գնեմ, սա կեղևներն է, այստեղ էլի Եղեգնաձորից են, որ դալար, հավեսին, մատղաշ դդմիկներ, որ Լիլիթը շատ է սիրում ձվով տապակեմ ու ինձ համար էլ Աշոտ, այ որ դու մի քիչ մրսած ես, այս կոճապղպեղով թեյ դնեմ խմես, ընտիրա, խմել ես, ես շատ եմ սիրում ես իմբիրով կոճապղպեղով թեյ ու բերել եմ, որ թեյ խմեմ, Եղեգնաձորից եմ էլի վերցնել, սա դնեմ սառնարանը ու անցնեմ իմ հիմնական գործին, ինչ ես անում, ուզում էի առնեի, մեղ կա Աշոտ, մինչև մաքրես նոր, թող քնի մեղ կա, իչի առարի, հազիվա քնե, հոգնել է, այստեղ էլ մասուր է, այսքանը լավ հասած է, սա Լիլիթի գործն է, Լիլիթն էլ դպրոցից եկել է, քնել է, են որ մեղքներս գալիս է հանենք, մեզ էլ լիմոն է պետք, Աշոտը ձուկ է սարքում իր տարբերակով, ասում եմ թող արթնանա իրա կամքով, բայց Լիլիթը այնքան է սիրում այս մասուրի այս պոչիկները մաքրի, անցած տարի իչքան բերել եմ ինքն է մաքրել, սա մաքրենք եռացնեմ, այսօր լավաշ էլի պատրաստեմ, Աշոտն էլ ձուկ է պատրաստում իր սիրած տարբերակով, փայլաթիթեղով, վոլգայով դնում է ջեռոց, լիմոնով, համեմունքներով, սա սիգա ձուկ է, թող սարքի, ես էլ անցնեմ իմ գործին, մեկն էլ ես այստեղ է, վայ դու մարալն արթնացա, չեմ ես գնում եմ բան, մենք էլ քեզանից էինք խոսում, Լիլիթ, ասում ենք Լիլիթը եվ կարթնանա գնա լիմոն առնի, մորալը ինչ ես քնի, մորալս, ինչ ես քնի, աղջի, հոգնել ես, Լիլիթն էլ հոգնել է, հոգնեմ, ասեմ, որ կարալյոկը մաքրում եմ կեղևները վերից տենց վար,
տիկից էլ ցույց կտամ, այդպես ավելի լավ է իր միջի այդ խմորումը, հասունացումը, փափուկ է շատ լինում, այդպես եմ մաքրում, ինձ ասել է Մեղրիում բնակվող մի կին, ով չրեր է պատրաստում, այդպես պետք է մաքրեն, միշտ հարմարը, այսպես կլորն է, չէ՞ մեզ հարմար պտտելով մաքրում ենք, բայց ասեմ այդպես սխալ է, պետք է վերից վար անել, մոտիկից հեսա ցույց կտամ, ես ուրեմն 3 այս պոչի հատվածները մի հատ առանձին այսպես հեռացնում եմ, որ չմնա, 3 ձևով ենք պատրաստում, ես հիմա սա մաքրելու եմ, թելով կապեմ ու թաթախեմ չամիչի պես եռացրած ջուրը ու հանեմ, բայց առանց սոդայի, իսկ շատ տարիներ առաջ պատրաստել եմ մի այլ եղանակով, ուրեմն նորից մաքրել եմ, կապել եմ թելով, գիշերը երեկոյան դրել եմ սառցախցիկ, առավոտ շուտ հանել եմ, հետա եկել, հալվել է ու բացվել է այդ իր սառնությունը, սառույցը բացվել է ու կախել եմ, այդպես էլ է լավ եղել, երրորդ տարբերակն էլ, որ ոչ տաք ջրի մեջ եք մտցնում, ոչ էլ սառցախցիկ եք դնում, 3 ձևով էլ փորձել եմ, լավ են եղել, բայց հիմա ես թաթախելու եմ տաք ջուրը, հանեմ ու կախեմ, պարանիս վրա էլ տեղ չկա, խաղողներն է, որ չամիչ լինի, այնքան եմ սիրում կառալյոկ մաքրել, շատ, ոյ, և այսպես մի հատ հավեսին, սենց մի հատ նայեք է, ինչ հավեսին, փոքրը, սրանից փոքրը չարժի առնել, իհարկե կան մարդիկ, ովքեր լիքը շատ ծառեր ունեն, փոքր է բռնած, փոքր կառալյոկներ են, կարող են պատրաստել, բայց այս չափսը ինձ համար շատ լավն է, այս տերևներն էլ մոռացել եմ, այս տերևներն էլ հեռացնենք, որ լավ չորանա, այսա նրանք է կմաքրեմ, Լիլիթը կամավոր արթնացավ, չէ՞, ասեմ, որ ուտելու կառալյոկ չճարեցի, որ գոնե մի հատը նորմալ լինի, խեղտող չլինի ուտենք, բոլորն էլ սենց ջրի կառալյոկներ են, հա, ուրեմ կառալյոկը լցնում եմ տոպրակները, մեկ էլ մի հատ տատի մոտեցել այն, ասում աղջիկ ջան, այդ կառալյոկը մի առ խեղտողը, ասեմ գիտեմ տատի ջան, խեղտողը հենց տանում եմ չիր պատրաստելու համար, եկե սենց անում հաշոտ, բալա ջան, էդի մի առ տար, էդի խեղտողը, ասեմ գիտեմ տատի տանում եմ չիր սարքեմ, չիր, հետո տենց ասեց հա, ասի հա, հա, ոչերը չպոկենք, ամենակարևորը, որ կախելու տեղ լինի թելով, թելը կապելու տեղ լինի, կան մարդիկ, ովքեր միշտ ուզում են կառալյոկի չիր պատրաստել, բայց մտածում են, որ չի ստացվի իրենց մոտ, ասեմ, որ անհնար է, որ չստացվի, երեխան էլ վերցնի պատրաստի կլինի, սկզբից ուրեմն ինչ ենք անում, այս պոչի հատված ես կանաչ մասերը հեռացնում ենք, դանակով սենց զգուշ այս կեղևները հեռացնում եմ, աշխատում ենք պոչը չհանել,
Եվ առնելուց էլ, եթե ուզում եք ճիր պատրաստել, այս պոչերը թող վրան լինի, որ թելը հեշտությամբ կապեք, թե չէ չի լինելու։ Պետք է օդից կախված լինեն կարալյոկները ու այսպես երկար եմ կտրում, այսպես նայեք, պարզ, այսպես կմաքրեք։ Սենց ավելի լավ է չորանում, տենց փափուկ է լինում։ Ես միշտ այս տարբերակով եմ մաքրել, այսպես կլոր ֆրացնելով, հեշտ է այդպես, բայց ասեմ, որ իսկական այսենց երկար մաքրելն է։ Բարակ, կեղևները սիրուն, հեռացնում ենք։ Ընդեղը։ Ասեմ, որ այս կարալյոկից մի արկղել պիտի առնեմ, բերեմ նկուղում շարում ես, ինքն իրան հասնում է ու ուտել լինում է, էլ չի խեղդում։ Ահա, այսպես։ Շատ ունենք մաքրելու դեռ։ Սա նոյեմբերյանի կարալյոկն է, մեղրիինը չի։ Բայց միշտ մտածում ենք, ասում ենք, ոյ, մեղրի կարալյոկը ավելի լավ ճիրա լինում։ Սուտ է, անցած տարի ես էլի նոյեմբերյանի կարալյոկից եմ վերցրել, ընտիր ճիր եղավ։ Ասեմ, որ սրանից էլ մեծ էր։ Որ շատ էժան արկղով առնես, մաքրես ու ճիր պատրաստես վաճառքի համար։ Մարդիկ ավելի հավեսով կառնեն։ Լիլիթն էլ գա անցնի իրա գործին։ Տես ես մեկը պոչ չունի, պետք է արհեստական պոչ անեմ, մի հատ ինչ Լիլիթի սուշիի փայտիկներից մտցնեմ ու թելով կապեմ, մենակ թե պահի։ Որի մեջ տղես։ Կարմիր բիբար։ Կարմիր բիբարն է ուզում, բայց բազում։ Են շատն է նորը։ Են նոր սարքած կարմիր բիբարը շատ աման, մեծ ամանով, վերևն է էլի։ Հա, էնի հին էլ չէ, անցած տարվանն է, բայց դե լավն է, անցած տարվանը կծու է մի քիչ։ Պոչերի արանքից հանեմ։ Կարաս գցես։ Մի թեթև կարմիր բիբար, մարզա։ Այս կարալյոկն էլ տենց վերջում ճիրա պարտադիր ցույց կտամ, երկար պրոցես է, որ սպասեմ վլոգը ամբողջական տենց մաքրելուց մինչև պատրաստի լինելը ցույց տամ, ամիս է տևելու։ Ընթացքում ես արդեն վլոգների մեջ ցույց կտամ, թե որ փուլում է հասել, իսկ վերջում ինքը իրանով սպիտակելու է իր քաղցրությունից։ Ես միշտ երեխա ժամանակ մտածել եմ, որ ալյուր են լցնում վրան, մինչև ինքս չպատրաստեցի ու առաջի անգամ տեսա, շատ ուրախացա ու ասեցի երեխա ժամանակ ինչ հետաքրքիր մտածելակերպ ենք ունենում, չէ, չենք պատկերացնում, թե ոնց են սարքում, ինչպես են անում։ Միշտ մտածել եմ, այդ ճիրա մցրել են ալյուրի մեջ, թաթախել են ալյուրի մեջ ու վաճառում են։ Ու ասում եմ, տենաս ինչ են մցնում ալյուրի մեջ, նոր ծախում, իրա ձևն է։ Տատի հենց կարալյոկները հասել էր, Աշոտ։ Հա, դե գիտեմ, իրանք շարում են,
Շատ կա, չէ։ Հա։ Հա, մերոնք էլ էս կարալյոկի ծառ ունեն, սենց մեծ կարալյոկներ ու խեղտող է, իրանք շարում են, ձմեռը քիչ-քիչ ուտում են։ Լիլիթ, քեզի գործ եմ դրել։ Մամային օգնես մասուրը մաքրես, կանե՞։ Օ, դու սիրում ես, գիտեմ։ Հեսա կգաս մամայի մոտ կնստես, մաման կարալյոկը կմաքրի, դու էլ մասուրը։ Կգա։ Լիլիթն էլ տեսեք եկավ նստեց, իր մամային օգնում է, իր սիրած գործն է։ Անցած տարի հիշում ես, հələ մասուրը չբերած Լիլիթն ասում է, մամա մաքրեմ, ու այնքան հետաքրքիր էր, ես հիշում եմ, որ ոչինչ լավ։ Ո՞նց եղավ եղես։ Հիշում եմ, որ ես գնում քնում էի առավոտը արթնանում, տենում էի ամբողջ մասուրը Լիլիթը գիշերը նստել է, մաքրել է, չէ՞։ Վնասեցիր մատդ։ Եղունս։ Լիլիթս նստում մաքրում էր։ Մորալոյզից հատ մաքրում է։ Սիրուն մաքրի, որ էդի մասուրի լավաշ անենք։ Ես Ստամբուլի եմ։ Հա։ Դանակով մի արա, մատով պոկիտ մատերը չվնասես։ Ինչ էլ արագ ես աշխատում, Լիլիթ։ Ինձանից արագ։ Գյուղը կանգնի, գերանքը կոտրի, չէ։ Մամ, Հա ջան։ պարան գոնե կես սալեմ կգամ հետա կանեմ։ Հա, Որովհետև մութ շուտ եմ։ հա։ Թիոթիզի։ Դու սիրում ես փոքր երեխեքի։ Մերակ իրանց։ Հա։ Հետո։ Հա։ Մեր շենք երեխեքին։ Ասիայի թորանը։ Օլենին։ Օրենը դեմքա։ Ահա։ Դեմքայինի։ Նա ինչ արագ է մաքրում է աղջիկս։ Իրա սիրած գործն է, մասուր մաքրել է։ Լիլիթը արագ այսքանը մաքրեց, ասեմ մեր ընտանիքում բոլորը ունեն իրենց զբաղմունքը գործը այս պահին։ Գնանք Բաբային ասի։ Ահա, այստեղ Աշոտը արդեն կարմիր պղպեղով, աղով, մարզայով համեմել է ձուկը ու լիմոնն է կտրատում դնի մեջը։ Ինչ համով է լինելու։ Երկրորդ ձուկը Այդ ֆոլգան համի։ Աղա սիրում, հա։ Հա, ձուկը աղ շատ է սիրում։ Շատ էլ չանես քզուտ։ Դե հլվա տեսան ժառոմնուտը։ Սա շեղդիր, որ պոչն է փակվի ֆոլգով։
Սենց։ Հա, որ այսենց արա, այսենց, որ ֆոլգան թարի իրան։ Քինսն հակմիշտ է։ Ցուրտ ադուսը բեսանտ։ Օգնեմ։ Այդ է։ Բարուրեցիր փաստորեն ձկներին։ Բարուրեցիր ու դներ ջերմացան։ Վերջ։ Առալյոկները մաքրեցի, վերջացրեցի, բայց այս պահին այստեղից վերցնեմ, մեր ձուկը պատրաստ է, հաց ուտենք, նոր հանգիստ կկապեմ, կթաթախեմ տաք ջրի մեջ։ Կարևորը որ ես դժվար աշխատանքից պրծանք, այս մի երկու հատն է ոնց որ առանց տենց քիչ կխեղտեն, ընտել մասուրն էլ մաքրեց Լիլիթը, ապրի Լիլիթը, լցնենք որ աղբը կցենք, բայց ես YouTube-ով տեսել եմ, որ այս կեղևներն էլ են չորացնում, վերցնում են, հենց ճիրը պահում են կեղևների մեջ։ Բացի, բանա, ծուխը, ջեռոցում մի բան դնում ենք, ծուխը ընգնում է ամբողջ խոհանոցով։ Իսկ թոներով ոչ մի հատ ծուխ չի գալիս, թոների առավելությունը դա է։ Այս էլ ջեռոցում պատրաստված սիգան, ձուկը, լավ էլ եղել։ Կարմիր։ Նա ոչինչ, էփել է, ձուկը շուտ է էփում, պարտադիր չի ամբողջը կարմրի։ Պետք է հերիքա ջուրը։ Շատ միլից որ չթափի։ Հա։ Всё։ Լավ մեծ ամաններից բերեք։ Ոնքանից շուտ է սաղը։ Ահա, բարակ բան է, սաղը։ Վերջ։ Խոհանոցային բոլոր գործերս արեցի, վերջացրեցի։ Արդեն մենք մեր հացը կերանք, հավաքեցի, լվացի, ահա ափսեները մաքուր, լվացել եմ այսպես ու հիմա իմ հիմնական գործը արդեն գիտեք որն է, այս կարալյոկի ջրերը պատրաստեմ, այստեղ մասուր մաքրել է, ինձ մնում է լվանամ, լցնեմ, կացան, թող խաշվի, լավաշ եմ սարքում, ահա, և սա էլ պատրաստած լավաշները, արդեն չորացել են, ավելի տենց մքվել են, Էսա, երկու լավաշ, մի քանի օրվանը, երկու օրվանը չորացան, հիմա սա մի հատ պոկեմ ցելոֆոնից, որ դուք էլ տեսնեք ոնց է, դեմ շատերը գրել են, վայ լավաշ, մասուրի առաջի անգամ ենք տեսնում մասուրից լավաշ, բայց ասեմ, որ շատ լավ է լինում է, իհարկե տեսնեմ չորացել է, կպոկվի, սենց գեղեցիկ երզից բացեմ, ասեմ, որ մասուրից լինում է ջեմ, մուրաբա, եթե չիր, եթե ջեմ լինում է, ինչու լավաշ չի լինի, ահա, այ չէ, մի քիչ է թող չորանա, թացա, չշտապեմ, թող լավ չորանա, որ պոկվի, այ, մի քիչ թացա, բայց ասեմ, որ ընտիր այս կողքերիները միացած պոկեմ, մի փոքր, տեսեք, այսքանը որոշեցի պոկեմ, քոնե համուվա, սենց ես կողքերից պոկեմ, թող համ կլոր լինի, համ էլ դուք տեսնեք, որ իրոք չորացավ, չեմ ուզում վնասել, թող մի օր է մնա, տեսեք ոնց է պոկվում, ահա,
Նույն լավաշն է։ Եվ մասուրի համով արդեն։ Չեք պատկերացնի ինչքան համով է մասուրի լավաշը։ Դուք էլ սարքեք, քանի սեզոնն է ու սա տանեմ լցնեմ այստեղ կացայի մեջ լվանամ ու դնեմ վրան թող խաշվի մի փոքր ջուր եմ ընդամենը լցնելու եւ ինձ ինչ է հարկավոր թել այն որ վերմակ են կարում այդ թելն է պինդ հաստ Լիլիթ մի հատ փոքր մկրատ բեր բուջուր մկրատ երկու ամաններով կարալյո կներեմ հիմա թելով ամրացնեմ որ տաք ջրի մեջ մտցնեմ ու կախեմ Պոչերից ամենա են բան պահնա Առաջի կարալյոկը կախեցի հիմա հերթով իրարից մի քիչ հեռավորություն ենք պահում ու կապում հանգույց եմ անում Պոչը բերեմ մոտիկ, որ հեշտ լինի, հեշտը որն է դժվար է հմուտ չիրարող չենք, հիմա այդ հմուտ չիրարողները տենց օղակները սարքում են ու գցում, շատ հեռու էլ չանեմ Հաջորդը բարձրացնեմ, տեսնեմ հո չի կտրվում, ոչ մեկն է չի վնասվում, ոչ, լավ է, ահա, ահա, առաջին շարանը արեցի, մի հատ մասուրը նայեմ և մասուրն էլ որոշեցի այս կացայի մեջ անեմ, են այլումինե կացայի մեջ պետք է ես կարալյոկը թաթախեմ, որովհետև սա փոքր Դրա մեջ մնաց 4 հատ, չէ, այս մեկը պոչը չկա, սրան պետք է պոչ դնենք, արիստական ես վերցնեմ, բոլոր գործերն է ինչ որ պատրաստում ես, չարչարում ես, երկար, աշխատատար, պրոցես է և կարևորը որ հավես ունենաս, սիրով պատրաստես, անես գործերդ դժվար չի թվում, միշտ էլ այդպես է, մի բան որ չես ուզում, զոռով ես անում, խոսելով ես անում, կոտ կտալով, այդպես ասած ժողովրդական լեզվով, կանգնած ավելի հեշտ է լինում, ժողովրդական լեզվով ասած, կոտ կտալով որ անում ես, չի լինում, թարսվում է, նավսվում է, Իսկ այն գործը, որ հավեսին, համբերատար, հաճույքով ես անում, հաղթահարում ես բոլոր գործի մեջ եղած դժվարությունները հեշտ է թվում, դե ես էլ սիրում եմ էլ սենց գործեր, այն որ գործից եկել եմ ու աշխատում եմ Ամենահեշտը ուտելու տարբերակն է, բայց դե ուտելն էլ է դժվար, պետք է կարողանաս մարսել, այդ ամբողջը այնքան հեշտ է թվում կողքից, բայց մեր օրգանիզմը այդ հարցերը լուծում է, ինչքան ֆունկցիաներ է կատարվում մեր ներսում, շատ ֆունկցիաներ, որ մենք տեղյակ չենք, էլի գոհություն հայտնենք Աստծուն, որ մեզ առողջություն տա,
ինչքան էլ առողջական վիճակ ունենք, տենց պահպանի, չվատանա, էտա։ Մարսելն էլ է դժվար։ Ահա։ 4 շարան։ Լավ է։ Այսպես պոտ ծայրը դնեմ այստեղ, թելի ծայրը կախեմ, որ հեշտ լինի։ Եվ անցանք սա։ Նորից մի հատ մեծը ճարեմ։ Որ մտածում եմ, ասում եմ, կապելը, մաքրելը դժվար է, հետո ասում եմ, չէ, կապելն ավելի դժվար է, որ գործից պրծնում եմ, ասում եմ, չէ, դա դժվար, հիմա կապելուց կպրծնեմ, կասեմ, կվերջացնեմ, կասեմ, թաթախելն է դժվար, թաթախելուց էլ վերջացնեմ, կասեմ, այ երնեք կախեմ, վերջացնեմ, ու հետո էլ երբ որ կախում ես, էլի է շարունակում աշխատանքը, ամեն օր պետք է տրորես, տենց որ փափկի մեջը ջատի, բայց ես ասում գնամ, տեսնեմ, մայրիկս ինչ անում, տեսամ, այդ շորտիկդ որտից ես գթե, հե? դու ես արել, Հա, տենց եմ գիտե, երեք չտեսար ոնց է, ես պահել է այդ շորտիկը, ես գիտեի, ես ամեն ինչ գիտեմ, որ չհակնես, ես գիտեի, որ կճարես դու շորտիկը, վերցրել պահել էի Լիլիթի շորտիկը, որ չհակներ, են էլ Լիլիթը արդեն գտել է։ ես գիտեի, որ շորերը դու այնտեղս փախտեցրել, ես ամեն ինչ գիտեմ, որովհետև ես Լիլիթն եմ, Մնում ակցեմ, ոնց չկեթում, էդի չկցես, էդ ինձ թանք շորա, նրստատիկը բայ Լիլիթ, շորտիկները վերցրել, պահել էի, որ շորտիկ չհակներ, դու մի ասա գթել է։ Անենց տեղ էի ծալել դրել, մեկ այնքը քանդել, վերցրել է։ Գիտեր, այ, մի 4-5 օրեր հարցնում էր, ասում էր, ուր է իմ շորտիկները, ասում եմ չգիտեմ, երևի պարանից ընգել է, վերցրել տարել են, դա, հետ էլ սուտ խոսել է, բռնվեցի, արդեն դնեմ թող եռա, ահա, կապեցի և սիրելի հետևորդներ մնաց այս երկու ամպոչը, թե ոնց է չեմ տեսել, որ պոչ չկա ու ուզում եմ մի հնար անել, տեսնեմ, կլինի թե ոչ, Լիլիթի սուշիի փայտիկներից եմ, տենց, ոյ, տեսնեմ կլինի, այս ենց պոչից չի մտնում, այսպես հանեմ, փայտա ինչա մաքուր, փորձեմ դրանից կապել, ինչ անեմ, ահա, են որ ամեն ճարել գտնում ենք, չէ, մեկը կդնեմ ես, մեկի վերջը, ահա, ինձ թվում է, որ դուրս չի գա, են մեկն էլ, են մյուսի ծայրը, մի հատ էլ հեսա բարձացնենք, նազոն տեսնի, ինավարած գյուտը կանցնի, թե չէ, ահա, չէ, լավ է, ոնց որ կպահի, ճարը գտանք, այսենց, ահա, ոնց որ թե կպահի, լավ է, ահա, են մի կտորն է նրա մեջ, էլ սրա մեջ մտցնենք, ահա, ու կապեմ, ինչ անենք, ամեն ինչի ճարն էլ գտնում ենք, էտա, ու այսրա, այստեղ պետք է կապեմ, որովհետև այս սրա թելն է երկար ու պակասա, ես էլ հաղթահարեցի, այսքան եղած, սիրելի հետևորդներ և ես այս կարալյոկները մտցնում եմ տաք ջուրը, հանում եմ, տաք ջուրը նպաստում է, որ կարալյոկի չիրը ավելի շուտ թուլանա, չորանա, ես ասեմ, որ հմուտ չիր
պատրաստող չեմ կարալյոկի եւ գիտեմ, որ Մեղրի քաղաքից շատ հետևորդուներ ունեմ։ Եթե ինչ որ միտեղ ես սխալ բան եմ անում, կարող եք մեկնաբանություններում գրեք եւ ես մեծ հաճույքով կընդունեմ ձեր ուղումը եւ իմ սխալը կշտկեմ։ Ինձ կարող եք գրել, ես չեմ նեղվի։ Բոլոր մարդիկ էլ սխալական են, բոլորն էլ կարող են սխալներ թույլ տալ։ Ես էլ այսպես եմ անում, չգիտեմ։ Իմ կարծիքով սա նպաստում է, որ կարալյոկը լավ չոր, արագ չորանա, շուտ թուլանա։ Ճիշտ եմ անում, թե սխալ, դուք կիմանաք, դուք ասեք։ Սա կարելի է հանել զգուշ, նազոզգուշ, աշխատանքս չփչացնեմ, ահա, այսպես, և եկավ արդեն երկրորդ շարանը, ահա, թելն էլ այսպես, մայսը էլ պետք է այնպես դնեմ, որ վերցելուց չխախտեմ, խելոք մնա, մի կցի բռնի, գիշերա բոլոր մարդիկ է իրանց տունն են, ուզում են հանգստանան, քո աղմուկները պետք չի, որ լսեն։ Ինչ? Արեսյան, գնան դե, ես էլ դնենք այստեղ։ Ապլա։ Էլ են ծաղիկ նվիրել քեզ։ Չէ, են ծաղիկներն է։ Թաղել ես, թաղել ես։ Նվիրել են։ Զգուշ դնենք, որ թելերը չխախտվեն։ Կարող եմ սա տանել արդեն կախել։ Մենակ թե չպոկվեն, մենակ թե չպոկվեն։ Մի կողմից թաթախում եմ, մի կողմից էլ տանում կախում։ Բա, մնաց երկու շարան։ Դուք նկարանվում եք, թաթիկով արեք։ Ինչ։ Մի րոպե սպասի սրանք։ Ես էլ տանեմ կախեմ։ Մեկը մեջն է, սա էլ տանում եմ կախելու։ Մամուլիչկա։ Հա։ Ամսի մեկին։ Շաբաթ օրը։ Հա, ուզում ես վաղը գա, կուշարանը, այս փայտի գյուտն էլ ոնց որ թե անցել է, ու ասեմ ինչ, հելա պատշկամբ սրան կախելու, անձրև է գալիս, անձրև է գալիս, բայց դե ներսից եմ կախում, կախեմ ու ցույց կտամ։ Փորձ են արդեն այնտեղ բան է եղել, գետ է եղել։ Ահա, ու ես դուրս եմ գալիս պատշկան, տալիս
Այսպես չրերս կախեցի կարալյոկները, ահա, են կողմն է չամիչա, բայց դե տեսեք մեզ մոտ վայքում անձրև սկսվեց և այս ցելոֆանով փակեմ ես հիմա, ցրտեց, են էլ ոնց, ափսոս, ահա, են կողքն էլ չամիչներն է, չնայած անձրև այնքան էլ չի լցվում վրաները, բայց դե փակեմ, ուժեղացավ, մեկը տանում եմ, մյուսն եմ բերում, ու այստեղ էլի գործեր ունեմ անելու, այսօր ենքան լավ տակ եղանակ էր, թե ինչի սենց ամպեց ու անձրևեց, ես էլ ասի վաղը գնամ հողամաս կանաչի բերեմ, չնայած անձրև չլինի կգնամ, այստեղ իմ թեյը խմեմ, ինչու է երկուսը մեկում, չգիտեմ, թեյս խմեմ ու ես չորացրել եմ ես ալոճները, ինքը հենց սրտի համար շատ բուժիչ է, չորացրել եմ թեյ պատրաստելու նպատակով, ինչու եմ հիմա ես սա հատ նորից մաքրում, այդ պոչերն եմ հեռացնում ու գիտեք ինչ, հիմա մի հատ լավ կլվանամ, սառը ջրի տակ, տաքով չէ, ու կչորացնեմ, կլցնեմ ջրի ապարատը կչորանա, որովհետև սա ես պատրաստել եմ ալոճները, հիմա ինչի համար եմ ես սենց խառնվել իրար, ինչի համար եմ պատրաստվում այսքան, սա դնեմ ջրի ապարատն է մի հատ լավ չորանա, որ իմ հետևորդուհին Նարինեն հյուր է գալիս մեզ Ամերիկայից, որ մեր ես դաշտի բերք ու բարիքներից իր հետ տանի թեյերի համար, հատուկ վայքից։ Ալոճները մնացի դա։ Փռիմ չորացավ, կամպոտ արիմ կեսը։ Մնացի դե չէ։ Հա։ Բերքն կա։ Որը, մասուրի լավաշա։ Բխասնց հաստ։ Պիտի չորանա։ Բխասնց հաստ։ Հա չորանմա բարակումա։ Հաստ չի։ Մի արա։ Մաքրեցի հատ, լավ լվացի, սառը ջրով իհարկե, սա ալոճն է, իսկ սա էլ սև մասուրն է։ Երկուսն էլ ունեն բուժիչ հատկություն, այս քանակությամբ C վիտամին են իրենց մեջ պարունակում ու հիմնականը թեյեր են պատրաստում։ Կարող են թեյ սարքել խոտաբույսերի հետ միասին, ուրցի, դաղցի, մի քանի հատիկ այդպես գցեք ու փունջ սարքեք։ Հետաքրքիր համադրություն։ Թող սրբիչի վրա այսպես չորանա, բայց ես հեսա իրեն տեղափոխելու եմ ջրի ապարատի մեջ։ Եվ տեսեք գույն էլ տալիս է։ Եվ այստեղ այս մի կողմի վրա էլ այս կարմիր ալոճը լցնենք։ Երկուսի գույնն էլ շքեղ է։ Սա էլ թող այսպես չորանա։ Ինչու սառը ջրով լվացի, որ ինքը չորությունը չկոտրի, տաք ջրով, որ լվանամ արագ կփափկեր, թող մնա այսպես և հիմա ես պետք է իմ ջրի ապարատը, ինչ անեմ, ոնց են ասում, դասավորեմ, սորտավորեմ, ջրի ջիրը ստուգեմ, սա են շլորի ջրերն են, սա տեսեք, չամիչն է, չամիչը, սրա պոչերը պետք է հեռացնեմ ես, այստեղ էլի չամիչ, չամիչ, սրանք սենց անեմ,
Բա Էսիսենց հիմա հերթով նստենք սրանց պոչերը մաքրենք։ Հիմա ձեռքի հետ էլ պետք է ես ընտրեմ, որը լավ չորացած է այն կողմ, որը անենց մի խոսքով տարբերում եմ, չորացածները այս կողմ, սրանք այս կողմ, որ տակնու վրա անեմ սինիները։ Դժվար է, չէ, դժվար էլ չի, աշխատատար է։ Եվ որ մարդը չկամ հետըտ նստի օգնի մի քիչ զրուցենք, անցնի գնա։ Հաճախ գրում են, որ հենա տենց հատերը առանձնասու էլ ճթով մի թաթախի տաք ջրի մեջ հատիկներ արա մի անգամից, ոչ սիրելի հետևորդներ, ինչու ոչ, անպայման չամիջ պատրաստելիս թեկուզ ճիր պետք է պոչը վրան լինի, պատրաստած վիճակում պոչը հեռացնում ենք, այս մասից բացվում է խաղողի ու սոդայաջուրը ներս է լցվում, որն էլ չի կարելի, այսպես ասած, իսկ հատերն էլ սկսում են ճաքել, ճիշտ է այս տարբերակն է, ճիշտ է մի քիչ չարչարվում ես հետո պոչերն ես հանում, բայց ասեմ, որ ընտիր է լինում, չորանում է մի հատ տաք ջրով լվանում ենք, փռում ենք նորից չորանում է, իհարկե լավ չորանալուց հետո, ինչքան փայլուն է, ինչքան լավն է, չորացել է, այն էլ մի օր էլ մնա արդեն ընտիր կլինի, կվերցնեմ, որ սիրում եմ ամիջով կոֆե խմել, գրեցի ամենատակը, հետո սա կդնեմ, հետո սա հերթով փոխում եմ, իսկ ուր է սրանց կափարիչը, ուր է, և վերջում էլ այսպես փակում եմ ու կմիացնեմ, Անձրևն էլ գալիս է ու գալիս է, ոնց է գալիս, վերջապես նստեցի ու հանգիստ շունչ եմ քաշում, գոհ եմ, որ վերջացրեցի իմ գործերը, որ կառալյոկը արանքից հանեցի, բրծա, բայց դե անձրև է, չնայած փակեցի անձրևը չի խանգարում, ցուրտն էլ չի խանգարում, ասեմ, ոչինչ կբացի եղանակը միշտ ձրևային չեղավ և ձեզ ասում եմ բարի գիշեր սիրելի հետևորդներ, առողջ եղեք, դուք էլ ինչ պատրաստեցիք, ինչ սարքեցիք, թե տվյալ պահին ուտելու համար, թե ձմռան համար, անուշ թող լինի, բաժանորդագրվեք, լայքեք ու տարածեք։